92-ից մինչև 13 թվականը ստաժը հաստատվում է գրքույկով եւ բացի գրքույկից անպայման պիտի լինի սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը։ Այսինքն 92-ից մինչև 2012 թվականը ներառյալ եթե ունեմ միայն աշխատանքային գրքույկ, դա բավարար չի, որպեսզի աշխատանքային ստաժը հաստատվի։ Այս ժամանակահատվածում մենք առանձնացրեցինք այն կազմակերպությունները, որոնք այդ տարիներին հիմնականում աշխատել են։ Եվ այս կազմակերպությունների աշխատանքային գործունեության վերաբերյալ, եթե մենք ունենանք ընդունման ազատման տվյալներ, իսկ դա հիմնականում աշխատանքային գրքույկն է, կարող են լինել նաև արխիվային տեղեկանքներ կամ գործատուն կարող է տեղեկանքներ տալ, եթե մինչև այսօր շարունակում է գործունեությունը կամ իրավահաջորդն է։ Այդ կազմակերպություններում աշխատելու դեպքում մենք այլևս սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթեր չենք պահանջի, կառաջնորդվենք միայն աշխատանքային գրքույկով։ Որոշումը բնականաբար հրապարակումից հետո ուժի մեջ կմտնեն, նրանք ովքեր կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակը վերահաշվարկելու համար կդիմեն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, արդեն այս ընթացակարգերով նրանց կենսաթոշակները կվերահաշվարկի։ Օրինակ, ենթադրենք ինչ-որ մեկին կենսաթոշակ ենք նշանակել 24 թվականին եւ բնականաբար որոշակի փաստաթղթերի, որոշակի տվյալների բացակայության պարագայում ինչ-որ ժամանակահատված, որ կարգավորվում է այս կառավարության որոշմամբ, չենք հաշվարկել։ Սովորաբար կային կենսաթոշակ առուն, երբ որ կենսաթոշակ ենք նշանակում, նշանակելուց հետո 12 ամիս հետո կարող է դիմել եւ նշանակելուց հետո աշխատած ժամանակահատվածի համար վերահաշվարկ կատարել։ Այլ որ կենսաթոշակառուն սահմանված կարգով դիմի կենսաթոշակը վերահաշվարկելու համար, կհաշվարկենք ոչ միայն նշանակելուց հետո աշխատած ժամանակահատվածը, այլ մինչև նշանակելը, ինչ որ ինք ունեցել է այս կարգով չհաշվարկված, դրանք եւս կհաշվարկվեն կենսաթոշակառուի ստաժում։